130 օրից ավելի ազգային բարերար Սամվել Կարապետյանը կալանավորված է։ ԱԱԾ մեկուսարանում գտնվող գործարարը երկուշաբթի տարածած ուղերձում անդրադառնում է Հովհաննավանքում տեղի ունեցածին եւ Հայաստանի իշխանությանը, որին Կարապետյանն անվանում է փոքրիկ խմբակ, մեղադրում է հայ առաքելական եկեղեցու կարգը կոտրելու եւ սուրբ պատարագն արատավորելու փորձի համար։ Բազմաթիվ եկեղեցիներ կառուցած ու շատերի վերակառուցման հովանավորը դարձած ազգային բարերարը նկատում է, որ եկեղեցու շուրջ վերջին իրադարձությունները ապացուցում են իր ամենավատ կանխատեսումները։ Նա պնդում է, որ իշխանությունները կատարել են հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում չտեսնված արարք եւ դրանով նոր քայլ արել ազգային պառակտման ճանապարհին։ Գործարարը կանխատեսում է, որ մեջբերում փոքրիկ խմբակը շարունակելու է հարվածներ հասցնել մայրաթոռին։ Մենք էլ շարունակելու ենք պաշտպանել մեր արժեքներն ու սրբությունները, գրում է ազգային բարերարը։ Սամվել Կարապետյանն իր ուղերձում անդրադառնում է նաեւ կալանավորված մյուս քաղբանտարկյալներին։ Նա նշում է, որ ոչ մի բանտարկություն չի կարող կոտրել իրենց կամքը։ Այս համատեքստում նա թվարկում է Միքայել, Բագրատ եւ Մկրտիչ սրբազաններին, տասնյակ գյումրեցիների, այդ թվում մեր ձևով շարժման Գյումրու պատասխանատու Ռուբեն Մխիթարյանի եւ այլ ընկերների ու գործընկերների։ Մեր նպատակն է ապրել բռնապետությունից ու օտարի ազդեցությունից ազատ, իրական քրիստոնեական արժեքներով առաջնորդվող արժանապատվությունը վերականգնած բարեկեցիկ քաղաքացիների Հայաստանում։ Անելու ենք մեր ձևով, եզրափակում է Սամվել Կարապետյանն իր ուղերձը։ Մեր ձևով շարժումը երկու նոր մարզային գրասենյակ է բացում Վանաձորի երկու հասցեներում։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վանաձորցիներին պատմում է հանրապետության երրորդ քաղաքի զարգացման իրենց ծրագրի մասին, շեշտում, որ Վանաձորը հնարավորություն ունի վերականգնելու իր տնտեսական երբեմնի մեծ ներուժը եւ դառնալու Հայաստանի արդյունաբերական եւ տուրիստական կենտրոններից մեկը։ Մեր ցանկությունը աշխատանքով ապահովելն է քաղաքին։ Ու մենք այն հին ժամանակների նման որպես կենտրոն կգանք այս քաղաք ու կվայելենք մեր քաղաքը։ Մենակ Երևանում կենտրոնացած չէր կարող շարժումը իր դերը կատարել, որտեղ շատ դժվար է ամեն անգամ մարզերից հասնել Երևան, շարժմանը մասնակցելու համար շատ կարևոր է այստեղ գրասենյակ ունենալը։ Հավատում եմ, որ իրանք կհաղթեն, անպայման կհաղթեն, մեր ձևովը կհաղթեն։ Անպայման հաջողելու, որտեղ վերջում է ժողովուրդը հասկանալու է, թե ինչի մեջ է իր ինքնությունը, ինչքան կարևոր է իր համար իր հավատը, իր պատմությունը, իր մշակույթը, իր ոսկեղենիկ լեզուն, այբուբենը։ Մեր ձևը ոչ միայն մեր քաղաքում անելիք ունի, այլ երկրում ունի անելիք, ինձ թվում է կանի, ու շատ չի ուշանա, սարերի ետևում չի։ Ձեր ասած խոսքով հույս եւ հավատ ենք բերելու եւ պատահական չի, որ մեր ձևով շարժման կողքին այսքան մեծ հասարակության ներկայացուցիչների քանակ կա եւ համոզված է, որ այդ քանակը գնալով ավելանալու է։ Հայաստանի գյուղական համայնքները զարգացնելու մեր ձևով շարժման ծրագրերին ծանոթանում են Դարպաս գյուղում։ Շարժման անդամներն են այնտեղ գնում զրուցում բնակիչների հետ խնդիրների, Լորվա գյուղում կյանքն ավելի լավը դարձնելու մասին։ Մեր գյուղը այս պահին ունի հենց անմիջական տրանսպորտի խնդիր, որը գազել է մի հատ աշխատում, որը շատ քիչ է երեխաների համար, որոնք հատկապես երբ որ դպրոցի ժամերին է, շատ ահավոր է։ Խոսքի ամեն անգամ չես կարող երեխուդ տաքսիով ճանապարհես կամ տաքսիով տուն գա։ Հերոսի ծնողը գործերը մեր այդ գործերը որտեղ գնում ես գործը չկա, այս բան գոյություն չունի։ Ինվալիդ մարդ ես կամ մի բան։ Լիքը խնդիրներ կա, էլի հարց է փողը չէ, որ իրանք տալիս են կամ ստանում են այդ երեխեք։ Նախնյակ պարտավոր են որ տալու։ Դրանք կապ չունի ոչ մի բաներ։ Պրոստը կուզենք որ միտեղ աշխատանքներ մտնենք, աշխատենք, մեր ընտանիքը կարողանանք պահենք։ Գյուղը լրջագույն խնդիր ունի, դա կոյուղու խնդիրն է։ Գոնե մի հիմնարկություն էլի աշխատեն է ժողովուրդը, էլի կապրենք, այդ չեն ապրի։ Պետության հիմնական գործը, որ բյուջե են հավաքում, փող ծախսելը չի, այլ գործարաններ դնել, աջակցել, որ գործարան լինի, զբաղմունք լինի, ինչ որ հիմնարկներ լինեն երկրով մեկ։ Թե չէ ուրիշ ճանապարհը մենք կարանք աշխարհի բոլոր ճանապարհները սարքենք, բոլոր դպրոցները սարքենք, բայց գործի տեղ չունենաս ինչ ես անելու։ Հելնես ընկերներով իրար տեսակ 1, 2, 3 ուրախացակ։
Mr. President, Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները բացահայտ հակասում են մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին եւ նրա շարունակական կալանքը ակնհայտորեն ապօրինի է, հայտարարում է ավստրալա-բրիտանացի աշխարհահռչակ փաստաբան իրավաբան գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը։ Ըստ իրավաբանի մեջբերում ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան չի արել։ Նա պարզապես պատասխանել է վարչապետի իր եւ իր եկեղեցու դեմ ուղղված չափազանցված ու սադրիչ հարձակումներին։ Հայտարարության մեջ որևէ ակնարկ չկար հանցավոր մասնակցության, բռնության կամ այլ ապօրինի գործողության մասին։ Առավելագույնը դա կարող էր նշանակել եկեղեցու պաշտպանություն հասարակական աջակցությամբ կամ հրապարակային դիրքորոշմամբ։ Ոչ մի ժողովրդավարական երկրում, որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է սահմանադրությամբ, ինչպես դա երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ պատշաճ կերպով վավերացված է միջազգային պայմանագրերով, չի կարող որևէ մեկը պնդել, թե պարոն Կարապետյանի արտահայտած կարծիքներ ունեն այդպիսի իմաստ, մեկնաբանություն կամ հետևանք։ Այդպիսով իրավական առումով նշանակություն չունի, արդյոք վարչապետն արդարացի հիմքեր ուներ եկեղեցու կամ ամբաստանյալի քննադատության համար։ Կարևորն այն է, որ պարոն Կարապետյանը որևէ կոչ չի արել կառավարությունը բռնությամբ տապալելու վերաբերյալ։ Պետությունը իրավական հիմք չի ունեցել Սամվել Կարապետյանին կալանավորելու գոյություն չունեցող հանցագործության համար, շեշտում է ավստրալա-բրիտանացի աշխարհահռչակ փաստաբան իրավաբան գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը։ Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածում, մեղադրելով Վճռաբեկ դատարանին իրավական նորարարական մեխանիզմով գործելու եւ արդարադատության իրականացումից հրաժարվելու համար։ Ըստ հայտարարության Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի տեղակալի բողոքը, որը վերաբերում է կալանքի երկարաձգման նախորդ որոշումներում առկա իրավական դիրքորոշումներին։ Միևնույն ժամանակ պաշտպանական խմբի ներկայացրած Վճռաբեկ բողոքը, որը վերաբերում էր 2 ամսով կալանքի երկարաձգման ապօրինությանը, չի ընդունվել վարույթ։ Փաստաբանական խումբը նշում է, որ քաղաքական հետապնդման պայմաններում այս գործողություններին առանձին անդրադարձ կկատարվի։ Հայտարարությունը նաև անդրադառնում է հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 16-ի որոշմանը, որով Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է եւս 1 ամսով։ Պաշտպանների խոսքով դատարանը կրկին արձանագրել է, որ Կարապետյանին մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը։ Չնայած դրան, ըստ փաստաբանների, դատարանը հաստատված է համարել միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի որակելուն։ Պաշտպանական կողմը պնդում է, որ դատարանը փաստացի սահմանել է, որ այս 1 ամսվա ընթացքում քրեական վարույթը պետք է կամ ուղարկվի դատարան, կամ կարճվի։ Փաստաբանները նաև արձանագրում են, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը հոկտեմբերի 16-ից շարունակում է հստակ եւ վճռական անգործությունը, չկատարելով որևէ վարույթային գործողություն։ Նշում են փաստաբանները, գործընթացը որակելով քաղաքական հետապնդում։ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դատարանի բակում մեկնաբանում է, թե ինչու չի մասնակցում Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով Երևանում կազմակերպված հանրահավաքներին։ Կարապետյանի մասնակցությունը մեր երկրի կայացման գործում, ես դրա մասին խոսել եմ բազմաթիվ առիթներով, անգնահատելի է, բազմաթիվ հարցերով մեր երկրի անկախության օրից սկսած կայացման տնտեսության ինքը իր նպաստը բերել է մեր երկրի զարգացման գործում։ Իսկ ինչ վերաբերում է գնալ, օգնել, բան, դա կլինի, որ իմ հարցը մնա անձնական։ Քիչ վախենում եք, կարող է մտածել։ Ձեզանից վախենում եմ, բայց ուրիշ ոչ մեկից չեմ վախենում։ Բայց ամբողջ աշխարհը գիտի, որ ոչ մեկից չեմ վախենում։ Civilnet-ի հարցազրույցավարը խորհրդարանի փոխնախագահային հարցնում է, թե ինչու է Սամվել Կարապետյանը բանտում։ Ռուբեն Ռուբինյանը դժվարությամբ է կարողանում ձևակերպել միտքը, որպեսզի արդարացնի Սամվել Կարապետյանին 130 օրից ավելի անազատության մեջ պահելու որոշումը։ Սամվել Կարապետյանը ինչու է բանտում, ոչ մի կոչ չի արել, ոչ մի հեղաշրջման։ Սամվել Կարապետյանն ասել է, որ Սատարում եկեղեցում ոչ մի վարք եւ իրեն ձևով փորձը միջամտել է իրավիճակին ըստ մեղադրանքի եւ կրկին disclaimer մարդ համարվում է անմեղ, քանի դեռ իր մեղավորությունը չի ապացուցվել։ Ինքը ասել է, եթե քաղաքական գործիչները այս խնդիրը չլուծեն, մենք մեր ձևով կմիջամտենք կամ կմասնակցենք այդ ամեն ինչին։ Մեր ձևը նշանակում է ոչ քաղաքական, ի՞նչ է դա նշանակում։ Եվ ըստ մեղադրանքի կարող է նշանակել։ Դե ըստ մեղադրանքի դա նշանակում է
այնինչ այդ հոդվածով նախատեսված մեղադրանքը մարդու միտքը թարգմանել է կամ մեկնաբանել է այդ մարդու միտքը եւ ըստ այդմ մեղադրական եզրակացության է արշալույս ընդհանրապես մեղադրող կողմը ցանկացած խոսք մեկնաբանության ենթակա է այլ հարց թե այդ մեկնաբանությունը ինչքանով է հիմնավոր դրա համար գոյություն ունի մեղադրող կողմ եւ գոյություն ունի դատարան լավ է մտածածը չեմ վերջանել չէ մտածածը կարծում եմ վերցանում են այն երկրներում որոնց մեծ աջակիցներ են Աջապահյանն ու Սամվել Կարապետյանը Իսկական ինֆորմացիոն ռումբ է պայթեցնում այս շաբաթ հեցի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ հունիսի 6-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել են իջեցնել հոսանքի գինը եւ ստացել մերժում։ ՀՑԿ-ն հաստատում է, որ մերժել է Հայաստանում հոսանքի գինի իջեցնելու հեցի սեփականատեր Տաշիր ընկերությունների խմբի առաջարկը։ ՀՑԿ-ն փորձում է պատճառաբանել, թե ինչու է մերժել։ Հիմնավորումներից մեկն այն է, որ սակագների վերանայումներ տեղի են ունենում տարվա վերջին, ամբողջ հաջորդ տարվա իսկ Տաշիր ընկերության առաջարկը վերաբերում էր 2025-ի օգոստոսի 1-ից սկսած հոսանքի գնի իջեցմանը եւ ՀՑԿ-ում մտավախություն են ունեցել, թե կարող է 6 ամիս հետո տարվա վերջ տարբեր գործոններով պայմանավորված սակագնի բարձրացման անհրաժեշտություն լինի։ Հաջորդ հիմնավորումն այն է, որ ՀԵՑ-ը մի գրությամբ առաջարկել էր ավելացած 3.6 միլիարդ դրամ օգուտի հաշվին հոսանքի գինը նվազեցնել, դարձնելով 1 կիլովատժամի դիմաց 0.5 դրամ, մեկ այլ գրությամբ ՀԵՑ-ը 12 միլիարդ դրամի ներդրումային առաջարկ էր ուղարկել եւ ՀՑԿ-ում որոշել են եւ այդ երկու գործոնի հանրագումարի արդյունքում հոսանքի գինը կդառնար 1 կիլովատժամի դիմաց ոչ թե 0.5, այլ 0.2 դրամ։ ՀՑԿ-ի հայտարարությունից հասկանում ենք, որ բոլոր դեպքերում հոսանքի գինը իջնում էր, բայց իրենք մերժել են այդ առաջարկը։ Ներդրումների ավելացման մասով 12 միլիարդ Քաղաքական ենթատեքստ է տեսնում ՀՑԿ-ի որոշման մեջ ՀԵՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նա ի տարբերություն ՀՑԿ-ի կարծում է, որ հոսանքի սակագինը կարող է նվազել ոչ թե կես, այլ 1 դրամ։ Ըստ նրա, իշխանությունը միտումնավոր է մերժել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, որ դա անի 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ղազինյանի հիմնավորմամբ, եթե ՀՑԿ-ն որոշեր համաձայնել, ապա սակագնի իջեցումը լինելու էր բացառապես սեփականատիրոջ ազգային բարերար Սամվել Կարապետյանի եկամտի հաշվին։ Ես օֆիցիալ հայտարարում եմ, որ Տաշիր կապիտալը պնդում է այս պահին կատարել սակագնի իջեցում եւ մեր ժողովրդին էլ ուղղակի տեղյակ են պահում, որ դա լինելու է միայն եւ միայն Տաշիր կապիտալի Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին եւ այսպես որպեսի քաղաքական նախընտրական ինչ-որ բաներ չկառուցեն հաշվի առնելով իրենց ունակությունները այդպիսի բաներ անելու բերեն մի վիճակի ասեն տեսեք կառավարիչը եկավ այսպես արեց այնպես արեց լավ աշխատեց որի պատճառով սակագինի իջավ մենք պնդում ենք խնդրում եմ դուք էլ մեզ աջակցեք պնդում ենք որպեսի շատ արագ կատարվի փոփոխությունը եւ սակագնի իջեցում տեղի ունենա հաշվի առնելով որ մեր ազգաբնակությունը րոպե առաջ օր առաջ պետք է ավելի էժան սակագնով այսպես վճարի։ Ղազինյանը պնդում է, որ ՀՑԿ-ն որոշումը վերանայելու արդյունքում կարող է հիմա էլ իջեցնել հոսանքի գինը։ Եվ հիմա նույն պնդումն անում ենք սակագինը իջեցնելու համար։ Հիմա իջեցրեք, ինչի չեք իջեցնում։ Այնտեղ նամակի մեջ նշված էր տարվա վերջ կներվերանայինք, տարվա վերջին մնացել է 2 ամիս, իմջալուց ասեմ, այս 2 ամիսը ձմեռվա ամիսները գիտեք, որ շատ է հոսանք ծախսվում։ Շատ ավելի լավ հիմա արեք, որպեսզի այս շատ ծախսած հոսանքի համար ավելի քիչ վճարվի, էլի որոշակի չափով զսպվի բեռը ժողովրդի համար։ Ղազինյանի կարծիքով նոյեմբերի 18-ին ՀՑԿ-ն ՀԵՑ-ի դեմ հարուցված վարույթի վերաբերյալ քաղաքական որոշում է կայացնելու եւ Տաշիր գրուպին զրկելու է լիցենզիայից եւ այդ դեպքում պետությունը Սամվել Կարապետյանին ստիպված է լինելու վճարել ՀԵՑ-ի շուկայական գնի 100%-ը եւ ընկերության արժեքի 15%-ը։ Դա կազմելու է մի քանի 100 միլիոն դրամ։ Մեր պաշտոնյաները ցոտ խելոք լուրջ դեմքով ասում են մենք գումարն ունենք, բյուջեն եւ այլ, բայց անգամ արտաքին պարտք ներգրավելու դեպքում էլ մենք բոլորս ենք դա վճարելու։ Եթե ՀՑԿ-ն որոշի լիցենզիայից զրկել Տաշիր գրուպին, նաև պետք է որոշի, թե ով է շարունակելու կառավարել այն։ Այդ գործն ըստ Ղազինյանի կշարունակի անել այժմյան ժամանակավոր կառավարիչ ԿՊԱ-կան Ռոմանոս Պետրոսյանը։ Ձեզ ասեմ, ըստ այսպես
շատ հավաստի հասած ինֆորմացիաների, այն սկզբնական գալու ժամանակ համապատասխան սուբյեկտն ասում էր ես 3 ամսից գնալու եմ, ներքին խոսակցություններ եմ ասում, հիմա ըստ երևույթին հարմարվել է հանուն Հայաստանի Հանրապետության իր նախկին ստացած աշխատավարձից 6-7 անգամ ավել ստանալու ու ըստ ինձ նաև ինքն էլ նշանակվելու։ Հիմա դուք կարող եք մտածել ինչ եմ ես պես կարծում, ես ներքին ասված տա սխալվեմ, բայց ներքին համոզմունք ունեմ, որ իրենք այս նիստով լիցենզիայից զրկելու, որովհետև կա քաղաքական պատվեր եւ համոզված ներքին նորից համոզմունք ունեմ, որ այդ որոշումը անգամ հանձնաժողովի անդամները չեն գրելու։ Իրենց գրված տրվելու է, իրենք էլ խելոք դա անելու են։ Նոյեմբերի 18-ի նիստը անակնկալներով լի է լինելու ՀՑԿ-ի համար, խոստանում է Ղազինյանը, բայց մանրամասներ չի հայտնում։ Շաբաթավերջին Հեցի սեփականատեր Տաշիր Կապիտալը ՀՑԿ-ը նոր դիմում է տանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու առաջարկով։ Հանրային ծառայությունների կարգավար հանձնաժողովը նախորդ անգամ դիմումը մերժել էր պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող ունենալ, կարող է 1 տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինի, տարբերությունը այլ բացասական լինի եւ արդյունքում անհրաժեշտություն ունի մի բան է սակագինը բարձրացնելու։ Հիմա նորից դիմումը ներկայացացինք, արդեն ներկայացնելով գրեթե 1 տարվա հաշվարկ թիվը հիմք ընդունելով, որը արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար, այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բան էլ մեր կանխատեսումների համաձայն ավելացել հասել է 6 միլիարդի։ Կարող եք նման հարցեր իրենց Հեցի դեմ հարուցված վարույթի վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հրապարակմանը մոտ 1 ամիս է մնացել։ Կվերցվի արդյոք ընկերության լիցենզիան Տաշիր ընկերությունների խմբից թե ոչ։ ՀՑԿ նախագահը հրաժարվում է պատասխանել հարցին։ Նա կրկին հավատացնում է, որ անկախ նրանից, թե ինչ է հայտարարել Հայաստանի վարչապետը Հեցի վերաբերյալ, հանձնաժողովը օբյեկտիվ որոշում է կայացնելու։ Լրագրողները հիշեցնում են, որ ըստ Նիկոլ Փաշինյանի Հեցի շուրջ իրավիճակի հանգուցալուծման 2 սցենար կա եւ դրանցից որն է լինի, ընկերության լիցենզիան Տաշիր ընկերությունների խմբից պետք է վերցվի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին անդամ ՀՑԿ նախագահը չի համաձայնում լրագրողների այս դիտարկմանը։ Բոլորս էլ հասկանում են, որ այս ամենի հիմքում քաղաքական որոշումն է։ Դրա համար մեր բոլոր կասկածները ուղղված է, դրա մասին է։ Դուք չեք կարող Նիկոլ Փաշինյանի հակառակ որոշում կայացնել։ Այստեղ է խնդիրը։ Դուք հիմա ինչ պատճառաբանություն եք բերել, քաղաքական որոշում է կայացվելու։ Դուք հիմա ինձնից հարցը զրույց եք վերցնում, թե իմ հետ բանավիճում եք։ Չէ, դուք բանավիճում եք։ Որ ձեր կապած չի, կաշկանդված չեք։ Ես արդեն պատասխանեցի այդ հարցերին։ Այս շաբաթվա ընթացքում Հեցի շուրջ մեծ քննարկումը եզրափակում է աղմկահարույց մի հոդված, որտեղ խոսվում է պետական բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում վերջին 7 տարում ավելի քան 2.6 միլիարդ դրամի վնասի արձանագրման մասին։ Civilnet-ը գրում է, որ քննչական կոմիտեում 2019-ից քննվող 2 հիմնական քրեական վարույթով մեղադրյալներ չկան։ Ընդհանուր վնասից վերականգնվել է ընդամենը 8%-ը, 207 միլիոն դրամ։ Սրան զուգահեռ բեցում արձանագրվել են բազմաթիվ գողություններ, մինչդեռ ընկերության ղեկավար կազմի աշխատավարձերի ֆոնդն աճել է 33%։ Բացի այդ, աուդիտորները 5 տարի անընդհատ ընկերությանը վերապահումով կարծիք են տվել։ Փորձագետները նշում են, որ բեցում հետընթաց է գրանցվել եւ Սամվել Կարապետյանին պատկանող հեցը տարիներ շարունակ ստիպված է եղել ծածկել բեցի խնդիրները։